Զանգեզուրի անցումն ինտեգրացիոն գիծ է Թուրքիայի միջոցով դեպի թուրքական աշխարհ, Թուրքիան սպասում է Իրանի որոշմանը։ Միջազգային իմիջ կերտելու համար ադրբեջանցիները հոդվածներ են պատվիրում միջազգային հեղինակավոր մամուլում։ Ցնցող գրառումներ, աննախադեպ որակումներ, երկրի առաջին դեմքը չուլանացված է անվանում հայ առաքելական եկեղեցիները։ Ինչպես են արձագանքել իրավապաշտպանները Փաշինյանի հայտնի հայոախառն ստատուսներին։ Հայաստանում աշխատանքային իրավունքները ոչ միշտ են պաշտպանված, չձևակերպված աշխատողների թեման դարձյալ ասպարեզում է։ Երևանում շտապօգնության բժիշկների վրա հարձակվելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ։ Մեր բնակչությունը շատ է ծխում, մահերը շատ են, վիճակագրական տվյալներում նվազում չկա։ Եվ որքան թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը, որքան լսելի է դարձնում հանրության եւ քաղաքացու ձայնը։ Բարի երեկո, ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում, ժամը լրատվականի գլխավոր թողարկումը։ Զանգեզուրի անցումը ինտեգրացիոն գիծ է Թուրքիայի միջոցով դեպի թուրքական աշխարհ։ Ռեջեփ Էրդողանը բացահայտ հայտարարում է, որ իր փոքր եղբոր հետ ակնկալում են, որ հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Էրդողանը ակնկալում է, թե Իրանը կաջակցի իրենց, Թեհրանը սակայն կարմիր գծերն է հիշեցնում։ Թուրքական աշխարհում, ավելի ճիշտ Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերություններում կրկին օրակարգային է դարձել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանը Նախիջևանին կապելու հարցը։ Թուրքական աշխարհից երկուսն էլ Էրդողանն էլ Ալիևն էլ բաց չեն թողնում առիթը եւ ամեն անգամ խոսում են իրենց նկրտումների մասին։ Այս անգամ էլ Էրդողանն է Բերձորից տուն դարձի ճանապարհին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել այդ հարցին։ Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թուրքական աշխարհ Թուրքիայի միջոցով։ Այս անցուղու կարճ ժամանակահատվածում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքները։ Էրդողանը Իրանին է հիշատակել, թերևս ստուգելու Իրանի իշխանությունների արձագանքը։ Էրդողանը մեր հարևան Իրանից աջակցության եւ իր շահերը կյանքի կոչելու ակնկալիքներ ունի։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը եւ զարգացմանը։ Յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ եւ միջանցք կապահովի տնտեսական շահույթ եւ ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին։ Թուրքական երկրներից այս երկուսին բազմաթիվ անգամ հենց Իրանի առաջնորդներն են տարբեր մակարդակներով մեսիջներ ուղղել, որ Հայաստանի հետ Սյունիքով սահմանը պատմական է եւ որ այդ հատվածում կարմիր գծերը խախտել պետք չէ։ Թեհրանը նաեւ բազմիցս զգուշացրել է այլ երկրների ոտնձգությունը Սյունիքով եւ Իրանով անցնող սահմանի նկատմամբ, ոտնձգությունը նաեւ Իրանի ինքնիշխան տարածքի հանդեպ։ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի դեպքում իրանական կողմը կարծում է, որ խնդիր չի լինի, եթե այն չխախտի Հայաստանի միջազգային իրավունքներն ու տարածքային ամբողջականությունը։ Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով։ Այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ պայմանավորվածություն կա։ Միակ երկիրը, որ շահագրգիռ է եւ կօգնի մեզ հարձակման դեպքում դիմենք անպայման կաջակցի, դա Իրանն է, որտեղ ազգային անվտանգության, ռազմավարական, տարածքային ամբողջականության շահերը համընկնում են։ Իրանը բազմիցս նշել է սահմանների փոփոխությունը, Իրանի համար կարմիր գծերը միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն է, գեոպոլիտիկ փոփոխություն է, էթնիկ փոփոխություն է։ Իրանը մտահոգված է, որ հարավային Կովկասից լինի, դրա համար վերջերս շատ շեշտում է նորից տարածքային ամբողջականությունը։ Որքան էլ թուրքական աշխարհի երկօրյա եղբայրների ախորժակը բացվի հայկական ինքնիշխան տարածքով միջանցք ձեռք գցելուն եւ այն զավթելուն, աշխարհի պետություններից շատերը հիշեցնում են Էրդողանին եւ Ալիևին, որ դա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, որպես փաստ եւ վկայություն հենց Սյունիքում բացելով իրենց հյուպատոսությունն ու ներկայացուցչությունը։ Իրանն ունի այդ դիվանագիտական նշանակություն ունեցող կենտրոնը Սյունիքում։ Առաջիկայում Գորիս քաղաքում իր հյուպատոսական կենտրոնը կբացի նաեւ Ֆրանսիան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքուն իր նավթադոլարներով հոդվածներ է պատվիրում միջազգային հեղինակավոր մամուլում, որպիսի սրբադասեն Ալիևի բռնապետական անցյալն ու ներկան։ Հոդվածագիրները չեն էլ թաքցնում, որ վճարի դիմաց են քարոզչական նյութեր գրում։ Իսկ ինչու են սա անում, պատճառները տարբեր են, Ալիևի PR կատարածուները փորձում են մաքրել բռնապետի հանցագործ տխրահրճակ անցյալը եւ հետագա քայլերի համար դարձյալ հող նախապատրաստել։
Զարմանահրաշ ազգ քաղաքակրթությունների խաչմերուկում, քիչ հայտնի երկիր, ամեն ինչի ճամփաբաժանում։ Բռնապետներով հայտնի մեր թշնամու մասին միջազգային մամուլի հրապարակումն է, հայտնի չէ, թե ինչ գին են ունեցել դրանք, բայց հոդվածագիրները հավանաբար զարգացած երևակայություն ունեն, փողի նկատմամբ սերն այստեղ ակնհայտ է։ Գեղարդ վերլուծական հիմնադրամն է ադրբեջանական վճարովի քարոզի մասին հոդված հրապարակել։ Վերջերս The American Spectator եւ The Christian Post լրատվամիջոցներում միջազգային լսարանին ուղղված ադրբեջանական քարոզչությամբ երկու հոդված են հրապարակել։ Հեղինակները չեն էլ թաքցնում, որ վճարի դիմաց են քարոզչական նյութեր գրել։ Ավելին, նույն խմբագրումներով են անցել նյութերը, կարծես հոդվածները գրել են ուղիղ Բաքվից ստացած ցուցումներով։ Արևելքի ու արևմուտքի այս խառնուրդը հեղինակների ձևակերպմամբ զբոսաշրջիկին անծանոթ մի վայր է։ The American Spectator-ը կարծում է, որ միգուցե Ադրբեջանը երեկոյան նորությունների գլխավոր թեման չէ, իսկ The Christian Post-ը ձևակերպում քիչ հայտնի Ադրբեջանը, որը շատերը, այդ թվում այս սյունակի ընթերցողները կարող են անգամ չգտնել քարտեզի վրա։ Ըստ ուսումնասիրության միջազգային իմիջ կերտելու համար ադրբեջանցիները պատվիրել են մասնավորապես շեշտը դնել իրենց հանդուրժող լինելու վրա։ Բաքվի քարոզնանող այս հոդվածներում Հայաստանը ներկայացնում են բացասական լույսի տակ։ Հոդվածներից մեկը նույնիսկ պնդում է, թե Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանն է սկսել պատերազմը, օկուպացնելով Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքի մեծ հատված։ Հայաստանն է ականներ տեղադրել ոչ թե պաշտպանվելու, այլ ադրբեջանցի տեղահանված ընտանիքների վերադարձը խոչընդոտելու համար։ The Christian Post-ը խաղաղության հաստատման պատասխանատվությունը կապում է Հայաստանի դիրքորոշման հետ։ Սահմանային սադրանքին զուգահեռ Ադրբեջանը փողերը չի խնայում քարոզչության համար, հերթականն է, ասում է ադրբեջանագետը։ Դա ընդունված ֆորմուլա է ադրբեջանցիների պարագայում, ընդունված եւ աշխատող, անգամ չեք էլ կարող պատկերացնել, թե մերձավոր արևելքից մինչեւ Եվրոպա ու Հյուսիսային Ամերիկա, թե ինչ ծավալներով են պարբերականներին կաշառում, ինչ գործարքների մեջ են մտնում։ Իսկ ինչու են սա անում, տարբեր պատճառներով, ասում է փորձագետը։ Ալիևի PR կատարածուները փորձում են մաքրել բռնապետի հանցագործ տխրահրճակ անցյալը ու հետագա քայլերի համար հող նախապատրաստել։ Իրենց տեսանկյունից սա խստագույն անհրաժեշտություն է, որովհետև եթե հանցակազմերը մի շարք միջազգային հանցագործությունների, սարսափելի ոճրագործությունների ապացուցված չլինեն, գուցե այսքան գումարներ վատնելու անհրաժեշտություն չլիներ։ Ռազմական լսարություններ, անդադար հասարակությանը ահաբեկելու փաստը։ Հոդվածագիրներ Ջորջ Լենդրիթն ու Դենիս Լենոքսն հավանաբար Բաքու են գնացել իբր որպես իրենց հարգող լրագրողներ, տեսնելու ու հետո միայն գրելու, բայց նրանք եղել են իրենց որակմամբ հանդուրժող երկրի բանտերում, որտեղ խոշտանգում են ու մեղադրանք հնարում։ Հարց է առաջանում, հոդվածագիրները ուրիշ որևէ երկրում հանդուրժող մարդասպան ու վանդալ տեսել են։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Թշնամին դարձյալ կրակել է Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հունիսի 1-ի երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը Մուրացան հիվանդանոցային համալիրի նվիրել է նորացնեն շտապօգնության 3 մեքենա, վերազինված անհրաժեշտ գերժամանակակից բոլոր սարքավորումներով։ Նորացնային այս 3 ամենագնաց ռեանիմոբիլի ձեռքբերման համար բարերարը տրամադրել է 118 միլիոն դրամ։ Սրանք գյուվեզներ են տրանսպորտային, որոնք նախապես տաքացում են, որպեսզի նորածինը ավելի տաք ու ապահով տեղափոխվի հիվանդանոց։ Բուժքրոջ ձեռքին այն սարքն ու հարմարանքն է, որով երբեմն մի քանի 100 գրամ քաշ ունեցող անհաստ ծնված փոքրիկները կյանքը փրկելու ցուցումով մարզային հիվանդանոցներից տեղափոխվում են մայրաքաղաք։ Միայն վերջին 7-ից 8 տարվա ընթացքում հիվանդանոցի շտապօգնության ծառայությունն ավելի քան 5000 նորածին է տեղափոխել Երևան։ Նրանց 96%-ի կյանքը հաջողվել է փրկել։ Մեքենաները աշխատում են տարի ցանկացած եղանակային պայմաններում եւ մեքենաները իրենք են շատ բարձրորակ շատ հաճախ փակ ճանապարհներով երբ որ MЧS-ը հայտարարում է որ ճանապարհները փակ են մեր բրիգադները անցել են Անհաղթահարելի ճանապարհներն ապագայում ավելի հեշտությամբ հաղթահարելու եւ նորածինների կյանքը փրկելու դժվարին գործը ավարտին հասցնելու համար բարերար Միքայել Վարդանյանը համալրեց հիվանդանոցի շտապօգնության մեքենաների թիվը։ Սյունիքի մարզից մինչև Տավուշ։ Մուրացան համալսարանական հիվանդանոցի բակում կայանած այս 3 մեքենաներն այսուհետև առողջական տարբեր խնդիրներ ունեցող նորածիններին հանրապետության տարբեր մարզերից շտապ կարգով կտեղափոխեն հիվանդանոց։ Մեքենաներն ամբողջությամբ կահավորված եւ վերազինված են գերժամանակակից անհրաժեշտ սարքավորումներով։
Տպավորիչ ասելու համար սրանք փոքր վերակենդանացման բաժանմունքներ են, պարտադիր իր բարձր որակավորման բժշկով, պարտադիր իր բարձր որակավորման բուժքույրով, անհրաժեշտ սարքավորումներով։ Անհրաժեշտ է լինում ճանապարհին թթվածին ստանան նորածինը պարտադիր, երակայիններ են պարտադիր պետք, գլուկոզա է ստանում։ Հիվանդանոց հասցնելուն պես փոքրիկները հայտնվում են մանկական եւ նորածնային վերակենդանացման բաժանմունքում։ Արհեստական շնչառության սարքերն առաջինն են օգնության հասնում փրկելու նորածնային կյանքերը։ Բարերարի աջակցությամբ սարքերի թիվն ավելացավ եւս 2-ով։ Արհեստական շնչառության սարքերը շատ մեծ աջակցություն են, իրանք շվեյցարական սարքեր են, շատ հայտնի ֆիրմա է։ Ռենտգեն ծառայությունը տարեկան 30,000 հետազոտություն է իրականացնում։ 15 տարի առաջ ձեռք բերված սարքն արդեն հին էր։ Հիվանդանոցը թվային ռենտգենոգրաֆիկ նոր համակարգի կարիք ուներ։ Նվիրատվության շնորհիվ բժիշկները կկարողանան հետազոտության առավել ճշգրիտ պատկեր ստանալ։ Համալրվելով նոր ռենտգեն սարքով մենք կկարողանանք ավելի արագ ու ճշգրիտ կատարել հետազոտություն եւ տալ համապատասխան բարձրորակ ախտորոշում, այս սարքը եւ հնարավորություն է բժշկի համար եւ հանգստություն է ծնողի համար։ Այսօր նորացվեց պարկը, մեքենաների դուք տեսաք, այսօր նորացվեց նաեւ շնչառական ապարատների, այդ որոնք որ ոչ միայն բարձրորակ են ռեանիմացիայում, այլ նրանք մոբիլ են եւ կարող են տեղակայվել ոչ միայն մեքենայում, այլ ինքնաթիռում, օրինակ Միքայել Վարդանյանի իրականացած գործողությունները կարծում եմ աստվածահաճո եւ ամենաբարձր բարոյականության դրսևորումներից մեկն է։ Բժշկական սարքավորումներն ու նորածնային շտապօգնության մեքենաները նվերն են Մուրացան հիվանդանոցային համալիրին, սակայն ծրագիրը հանրապետական նշանակության է։ Սարքերի եւ ռեանիմոբիլների ծառայություններից առավելապես կօգտվեն հանրապետության բոլոր մարզերում բնակվողները։ Նվիրաբերված սարքավորումների եւ շտապօգնության 3 մեքենայի համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 118 միլիոն դրամ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Ցնցող գրառումներ, աննախադեպ որակումներ, երկրի առաջին դեմքը չուլանացված է անվանում հայ առաքելական եկեղեցիները։ Ինչպես են արձագանքել իրավապաշտպանները Փաշինյանի հայտնի հայոախառն ստատուսներին։ Հայաստանում աշխատանքային իրավունքները ոչ միշտ են պաշտպանված, չձևակերպված աշխատողների թեման դարձյալ ասպարեզում է։ Երևանում շտապօգնության բժիշկների վրա հարձակվելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ։ Շարունակում ենք թողարկումը։ Ցնցող գրառումներ, աննախադեպ որակումներ, երկրի առաջին դեմքը չուլանացված է անվանում հայ առաքելական եկեղեցիները։ Ընդդիմադիրները կոշտ են քննադատում, երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ նման բառամթերքով արտահայտվել այն էլ եկեղեցու եւ հոգեվոր դասի ներկայացուցիչների վերաբերյալ։ Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանն ասել է, թե երբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, վտանգում է հասարակության հոգեվոր հավասարակշռությունը։ Դե իսկ իշխող կուսակցության անդամներն էլ մարտական են տրամադրված, ասում են եկեղեցուց դուրս սրբապիղծիների դիմակը պատռելու են, որոնք թաքնված են սքեմի տակ։ Մեր եկեղեցիները չուլանացված են։ Փաշինյանի մեր եկեղեցիները չուլանացված են արտահայտությունից հետո այսօր դարձյալ հայ հասարակությունը ցնցվեց կարդալով նրա ֆեյսբուքյան գրառումները, բայց մինչև այդ երեք Փաշինյանի այդ արտահայտությանը արձագանքել էին մի շարք հոգևորականներ։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնոր Արշակ arczepiskopos Խաչատրյանը գրել էր, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ դեռ 2019 թվականի սկզբներից եկեղեցին մի շարք անգամներ դիմել է պետական մարմիններին եւ ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը առ այսօր անարձագանք է մնացել։ Ցավալի է սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել նորաձև հռչակված կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության եւ խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը։ Նման օրինակ արձագանքներ էին հնչեցրել նաև Շիրակի թեմի առաջնորդն ու հոգևոր դասի այլ ներկայացուցիչներ։ Այսօր առավոտյան արդեն Փաշինյանն անցավ վիրավորական հռետորաբանությանը։ Սրբազան գնա շարունակիր քերուտ կնգան Ինձ հետ ինչ գործ ունես։ Այսքանով չսահմանափակվեց Հայաստանի վարչապետը, շարունակեց մեղադրական տոնով գրել քահանաների մասին։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ, մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է ու դա ոմանց չի հուզում։ Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյ
վերջնականապես ավելի ազնիվ՝ կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգևոր ու բարոյական արժեքներ։ Երևույթը նոր չէ, երևույթի դրսևորման կերպն է, որ արդեն արտահայտում է բունեությունն ու պատկերը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանի արձագանքն է։ Ես դեռ տարիներ առաջ էր, երբ ասացի, որ սրանք փողոցից տուն չեկան եւ չեն պատկերացնում իրենք ովքեր են, ինչ պաշտոններ ունեն, ինչպիսի վարքագիծ, կենցաղավարություն պետք է ունենան, դա մնացել է, այսինքն ոչ մի բան չի փոխվել։ ԿՊԱ-կան падգամավոր Արթուր Հովհաննիսյանը ասում է, կարող են լինել նման սուր արտահայտություններ ու որակավորումներ, եւ ինքն էլ այդպես կմեկնաբաներ։ Որ մենք թե եկեղեցական, թե եկեղեցից դուրս գտնվող բոլոր սրբապիղծների դիմակը պատրելու ենք հերթով, անուն առ ազգանուն։ Ում մասին է գրում Փաշինյանը, ով է գրառումների հասցեատերը, իշխանականներն ասում են հետո կիմանանք։ Ընդդիմադիրները կոշտ են քննադատում, երկրի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ նման բառամթերքով արտահայտվել, այն էլ եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչների մասին։ Կատարված ընդդիմությունը սահմանային իրադրությունից ուշադրություն շեղելու իշխանական փորձ է համարում։ Այս պահվածքը կապում են նաև Բեռնում ընթացող միջազգային համաժողովի հետ, որը նվիրված է Արցախի ժառանգության պահպանությանը եւ որին մասնակցում է վեհափառը։ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ։ Մայիսի 30-ին, չէ, 3 կառավարության նիստին մայիսի 29-ին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը։ Այդ գրառումը անարգալից լինելով ուղղակի պարզ խուլիգանություն էր։ Նման ոճի գրառում երկրի ղեկավար չի կարող իրեն թույլ տալ։ Մինչդեռ համացանցում քննադատության ալիքը ձնագնդի պես խոշորանում է, Փաշինյանն աշխատանքային այցով Շիրակում է։ Տիգրան Գուրգինյան, ժամը լրատվական։ Օրվա վերջում Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել Facebook-յան իր էջում, նա գրել է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վճռորոշ ձայն ունենա ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում։ Կաթողիկոսի թեկնածուները պետք է անցնեն բարեվարկության ստուգում, այս հարցը մեկընդմիշտ պետք է լուծել։ Փրկեք ձեզ, այս կոչով են իրավապաշտպանները նախարարներին խորհուրդ տվել համարժեք պատասխանել վարչապետի խոսույթին, որն ըստ նրանց հավասարապես տարածվում է առաջին հերթին իրենց վրա։ Այսօր ՄԻՊ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոգևորականներին ուղղված հայոյախառն ու վիրավորական գրառումների համար քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Կոտրել են վարչապետի Facebook-ի էջը, սա իրավապաշտպանների առաջին տպավորությունն է եղել հայտնի հայոյախառը ստատուսներից։ Ավաղ պարզվեց ոչ, Փաշինյանն անձամբ է գրել։ Կոպտագույն անթույլատրելի խախտում են մասնագետները համարում այն, ինչ պետության առաջին դեմքն իրեն այսօր թույլ է տվել։ Անընդունելի է անձնական կյանքի անհամաչափ ու ոչ իրավաչափ այս միջամտությունը, հակադեմոկրատական քայլի բարոյական հետևանքները ծանր են լինելու, պնդում են իրավունքի պաշտպանները։ Իհարկե հանրային քննարկումների մակարդակի նման նշաձողի նման իջեցումը շատ խորը հետևանքներ է ունենում եւ դա մենք տեսնում ենք ոչ միայն վիրավորական խոսքի նորմալացում, ոչ միայն ընդդիմախոսներին լրացնելու գործիքակազմին նշաձողի նման իջեցում, այլ նաև հանրության շրջանում այս վարքագծի նորմալացում։ Կանխել բռնության, ատելության խոսքի, թշնամանքի դեպքերը, ապահովել հանրային համերաշխություն, խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելմանն ու հետապնդմանն ուղղված գործուն մեխանիզմներ։ Այս նպատակները մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից են, որի համար ի դեպ 2023-ից 25 թվականների գործողությունների ծրագիր էր գրել Արդարադատության նախարարությունը։ Խորհրդանշական ստացվեց ավարտական ակտը։ Ինչ ունենք այսօր, մասնագետների գնահատմամբ ճիշտ հակառակը այն ամենի, ինչ գեղեցիկ տեքստերով ամրագրել էին կառավարական տանը։ Մենք տեսնում ենք ամենաբարձր հանրային իշխանության մակարդակով եւ բռնությունը, եւ վիրավորանքը, հայհոյանքը լավ, եւ ատելության քարոզը, ատելության խոսքը դարձել է այսօր հենց իրենց կողմից կիրառվող ստանդարտ։ Այնուամենայնիվ, որն էր Փաշինյանի ուղերձը, իրավապաշտպանները նույնիսկ հրաժարվում են այդ ստատուսի մեջ ուղերձ փնտրել։ Իսկ եկեղեցի պետություն տարաձայնությունները համոզված են այսպես գործադիրի մեղքով միայն վերածվելու են ինստիտուցիոնալ քաոսի, անարխիայի։ Մասնագետները նաև նշում են, բազմիցս ականատես ենք եղել, օրինակ հենց նույն ատելության խոսքն իշխանականն է տարածել, ոչինչ, իշխանականի դեմ է եղել, իրավական ամբողջ գործիքակազմը գործի կդնե։
ունեն։ Իդեպ փաստ երկիրը ցնցման մեջ գցած այս ստատուսների վերաբերյալ իրավապահ համակարգում գնահատական չկա, առայժմ վարույթ չեն նախաձեռնել։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Քաղաքապետարանում բյուջեն կազմելիս կարծես թե կարծիքների գնահատում չի կատարվում, երկար ժամանակ էլ գործում է քաղաքապետարանի ակտիվ քաղաքացի հարթակը։ Արդյոք թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը եւ որքան լսելի են դարձնում հանրության եւ քաղաքացու ձայնը։ Այսօր այս թեմայով բազմակողմ քննարկումներ է եղել, որին նաեւ ներկայացուցիչ է մասնակցել քաղաքային իշխանությունից։ Որքան թափանցիկ է քաղաքապետարանի գործունեությունը, որքան են լսելի դարձնում հանրության քաղաքացու ձայնը։ Տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին քաղաքապետարանի բյուջեն պլանավորելու հարցն է նաև հետաքրքրում։ Որոնք են դրա թույլ կողմերը։ Քաղաքի բյուջեի հաստատման եւ կատարման փուլերում ինչու հանրային ակտիվ մասնակցություն չկա։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած 2 տարիներին հանրության ներկայացրած առաջարկները չեն ընդունվել։ Եթե նայում ենք թույլ կողմերին, հիմնականում դա ոչ մեքենայական տերների տվյալներն են, առանցքային բյուջետային փաստաթղթեր, PDF ֆորմատն է, որը վաղուց պետք է որ անցնեն այս մեքենայական տերների ֆորմատի։ Քաղաքային իշխանությունը բյուջեն կազմելիս կարիքների գնահատում կարծես չի կատարում։ Օրինակ են բերում քննարկման մասնակիցները։ Քաղաքում աղբամանների տեղադրման կամ աղբից մաքրման հարց է բարձրացվում։ Մի քանի բարձրաձայնումից հետո խնդիրը լուծվում է, սակայն համակարգային լուծում չկա։ Facebook-ով է սոցիալական հարթակներով կարող է կատարվել, որպեսզի հասկանան քաղաքապետարանի ծառայություն ծախս վիճակը ինչպիսին է։ Դա բավականին ոչ խորությամբ է արվում, ակտիվ չի արվում, ընդամենը մի անգամ 2-3 ժամով հավաքվում են, բնականաբար այն ինչ որ դուք ասում եք, դա անհրաժեշտ է շատ ավելի լուրջ ուսումնասիրվի այդ կատարողականը, ավելի մասնակցային լինի։ Ըստ էության ոչ բովանդակային գնահատական տրվեց նաև քաղաքին վերաբերող հանրային քննարկումներին։ Այդպես է եղել նաև անցած տարի։ Երևանի կենտրոնում անցկացված քաղաքի գլխավոր հատակագծի քննարկման ընդամենը 11 հոգի է մասնակցել։ Նրանցից 10-ը քաղաքապետարանի աշխատակազմից են եղել։ Անհանգստացնող պատկեր է հանրային մասնակցության համար, նմանատիպ ռազմավարական փաստաթուղթ քննարկելիս։ Իրականում շահագրգռվածությունը չկա քաղաքապետարանի հանրային մասնակցությունը ավելի ակտիվացնելու եւ երբ տարբեր հանդիպումներում կամ քննարկումներում կամ նույն հարցումների ժամանակ խոսում ենք պաշտոնյաների հետ, բոլորը ասում են օրենքը ինչ ուզում է, մենք դա անում ենք։ Երկար ժամանակ է գործում է քաղաքապետարանի ակտիվ քաղաքացի հարթակը։ Հարց եղավ, ինչու են մայրաքաղաքի համար ոչ կարևոր եւ անհետաքրքիր հարցերը քննարկվում այս հարթակում։ Փոխքաղաքապետ Գրիգորյանը բացում է հարթակի կայքեջն ու ինչ է նկատում։ Քաղաքին վերաբերող մի շարք կարևոր ծրագրերի շուրջ քննարկումներն ակտիվ են եղել։ Օրինակ Կասկադի համալիրի արդիականացման 2 տարբերակների միջև քննարկումը, Շարլ Ազնավուրին նվիրված քանդակի մրցույթի արդյունքների մասին կարծիքը, Մերգելյանի պուրակի վերակառուցման ծրագիրը։ Ձեր նշած հարցերի շրջանակը բոլորը իրար հետ, բոլոր հարցերը, բոլոր հասցեափոխությունները իրար հետ ունեն 2209 դիտում։ Իմ նշած հարցերը, որոնց մասին դուք չհիշատակեցիք, իրար հետ ունեն 79841 դիտում։ Եվ բացի այդ, փոխքաղաքապետը տեղեկացնում է, այնպես չէ, որ օրենքով նախատեսված է, որ քաղաքապետարանը նման հարթակ պետք է ունենա, բայց եւ առաջարկում է օգտվել բջջային հավելվածի տարբերակից։ Այն ավելի լսելի է դարձնում հանրության ձայնը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ապրիլին վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 70 հարկ վճարողի մոտ, տուգանքի չափը 49.5 միլիոն դրամ է եղել։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ։ Աշխատողն այլ աշխատավայր ոտք դնելուց առաջ լավ պիտի իմանա իր իրավունքները։ Մեր երկրում աշխատանքային իրավունքները ոչ միշտ են պաշտպանվում։ Չձևակերպված աշխատողների թեման դարձյալ ասպարեզում է։ Նախորդին պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ միայն ապրիլ ամսին բացահայտվել է չձևակերպված աշխատողներ պահելու 70 դեպք, 20 տնտեսվարող տուգանվել է մոտ 50 միլիոն դրամով։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկվճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Իրավական տեսանկյունից չձևակերպված աշխատողը չի կարող պաշտպանել իր իրավունքները։ Հարկային օրենսգիրքը խիստ պատասխանատվություն է սահմանում յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար, ենթարկելով 250,000 դրամի չափտուգանքի։ Հիմնական պատճառը դա բարձր հարկերն են, որոնք գործատուն ստիպված է վճարել աշխատողի համար, եւ հիմնական նաեւ ստվերում աշխատելու պատճառը դա է, որ նաեւ աշխատողին ձեռք չտալիս, որ բարձր ամեն դեպքում այդ 20-մոտավորապես 25% հարկերը գործատուն նախընտրում է չվճարել կամ դրա ինչ-որ մի մասը դա աշխատողին, եթե համաձայնվում է, աշխատողն է չգրանցվելուն։ Չձևակերպված աշխատանքը վնասում է ոչ միայն անհատին, այլ նաև պետությանը։ Գրանցված աշխատողն ունի արձակուրդի իրավունք, աշխատանքից ազատվելու հետ կապված ևս կամ բազում իրավական կարգավորումներ, իսկ արդեն ստվերային աշխատողը դուրս է մնում կենսաթոշակային համակարգից, չի մասնակցում բյուջեի ձևավորմանը, սակայն մասնագետները նկատում են, որ առավելապես հաճախ աշխատողն ու գործատուն համատեղ են խուսափում գրանցումից։ Շատ աշխատողներ, մանավանդ եթե նրանք ցածր են բարձրատրվում, գերադասում են այդ հարկը, այսպես ասած, որը պետք է փոխանցվի համապատասխան մարմիններ, նաև կենսաթոշակային ֆոնդ եւ այլն, իրենք ստանան այդ պահին արձերն կամ քան ուրեմն կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Առավել հաճախ ըստ մասնագետների կարճաժամկետ աշխատանքային հարաբերությունների դեպքում հիմնականում աշխատողը չի ցանկանում գրանցվել, սակայն սա գործատուին չի ազատում պատասխանատվությունից, իսկ գործատուների գրանցումը շրջանցելու պատճառները շատ են։ Գրանցված աշխատող ունենալու դեպքում նախ գործատուն չի կարող այսպես ամիսը մեկ հանել մի աշխատողին, ընդունել նոր աշխատողի, այսինքն կողմերը ձեռք են բերում իրավունքներ եւ պարտականություններ, որոնց դեպքում գործատուն ունի մի շարք պարտականություններ, այդ թվում առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու աշխատողին, աշխատանքային սահմանված ռեժիմ ապահովելու, արտաժամի աշխատանքի համար վճարելու, գիշերային աշխատանքի համար վճարելու, այդ ամենը համապատասխան ձևով ուրեմն ձևակերպելու, արձակուրդի, վերջնահաշվարկի։ Մասնագետների դիտարկմամբ թերևս բավարար գիտելիքներ ունենալու բաց կա։ Հորդորում են աշխատավայր ոտք դնելուց առաջ զինվել սեփական իրավունքների վերաբերյալ տեղեկություններով։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Ժամը լրատվականը շարունակվում է, կհանդիպենք քիչ անց։ Մեր բնակչությունը շատ է ծխում, մահերը շատ են, վիճակագրական տվյալներում նվազում չկա։ Եվ որքան թափանցիկ է աշխատում քաղաքապետարանը, որքան լսելի է դարձնում հանրության եւ քաղաքացու ձայնը։ Շարունակում ենք թողարկումը։ Արդեն տևական ժամանակ է ինչ ծխելու դեմ պայքարը շարունակվում է, անգամ թանկացրած ծխախոտը թույլ չտվեց, որ նվազի ծխախոտամոլների թիվը։ Տղամարդկանց 52%-ը ծխում է մեր երկրում, մահերն էլ շատ են, շուկան համալրվել է նաև էլեկտրոնային ծխախոտային արտադրատեսակներով։ Իդեպ կան նաև այնպիսի արտադրատեսակներ, որոնք նիկոտին են պարունակում, առաջացնելով կախվածություն։ Մեր բնակչությունը շատ է ծխում, վիճակագրական տվյալներում էական փոփոխություններ չկան։ Չափահաս տղամարդկանց դեպքում թիվը կեսից ավելին է 52%, ու սա այն դեպքում, երբ միևնույն ժամանակ տարեկան մինչև 5500 մահ ենք ունենում այդ պատճառով։ Հիմա էլ առաջատարը, անշուշտ առաջատարն է հասարակ տրադիցիոն ծխախոտը, ապա շուկա շատ ուժեղ եւ սկսում է մտնել էլեկտրոնային ծխախոտային ապրանքատեսակներ եւ տաքացման միջոցով օգտագործվող ծխախոտային ապրանքատեսակները։ Ինչպես նաև ապրանքատեսակներ, որոնք նիկոտին պարունակող են, նիկոտին պարունակող ապրանքատեսակներ, որոնք նիկոտին են պարունակում, իրականում բնականաբար առաջացնում են կախվածություն, բերում են մարդուն կախվածության եւ դրանից հետո մարդը դառնում է ծխախոտային արդյունաբերության մշտական սպառողը։ Այսպես կոչված ծխախոտային փոխարինիչների օգտագործումն ըստ Պաշտոնյայի մեծ թափով տարածվում է հենց երիտասարդության շրջանում, ինչն ամենամտահոգիչն է։ Ընդ որում այս տենդենսը ոչ միայն մեր երկրում, այլ ամբողջ աշխարհում է նկատվում։ Մասնագետների գնահատմամբ սա հենց առաջին քայլն է կանոնավոր ծխող դառնալու ճանապարհին։ Հիմա նոր համային հավելումներ են ի հայտ գալիս։ Դրանցով է ներկայացվում ծխախոտը որպես
ավելի լավը, պակաս վտանգավոր կամ ընդհանրապես անվտանգ։ Նոր սերնդի համար նորը միշտ գրավիչ է, եւ ինչպես են երիտասարդները դրանց մասին տեղեկանում։ Հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով կան նաեւ բլոգերներ, որոնք տեղեկացնում են։ Հիմա այստեղ է պետք աշխատել, պետք է նաեւ արգելք սահմանել այս համային հավելումների համար։ Իսկ հանրային վայրերում ծխելն արգելող օրենքի ընդունումից 5 տարի անց ինչ արդյունքներ կան, որքան արդյունավետ է այն գործում։ Առողջապահության ազգային ինստիտուտի պաշտոնյայի գնահատմամբ լավ, թեպետ նշում են իհարկե ամբողջական վերահսկողությունն անհնարին է, գործարկում են բջջային հավելված, քաղաքացիներն առանց նույնականացման կարող են ահազանգել կարգ-կանոնի խախտման մասին։ Նպատակը ոչ թե տուգանելն է, այլ երևույթը կանխարգելելը։ Մեկ ամսվա ընթացքում միևնույն հասցեի, օրինակ հանրային սննդի օբյեկտի հետ կապված 3 ահազանգ եղավ, հատուկ ուշադրության տակ կառնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Երևանում շտապօգնության բժիշկների վրա հարձակվելու հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 4 հոգի։ Լոս Անջելեսում ձերբակալվել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարը։ Այս խմբին կասկածում են մոտ 30 միլիոն դոլարի հափշտակման համար։ Լրահոսի ուշագրավ մյուս թեմաները մեկ տեսաշարով։ Փորձեր են արվում վերանայելու Հայաստանի պատմությունը, ինքնությունը եւ հայ-ռուսական հարաբերությունները։ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կուպիրկինն է ասել հայագետների մրցույթի ամփոփման ժամանակ դիվանագետը հավելել է, ահա թե ինչու հիմա ավելի քան երբևէ պահանջված է օբյեկտիվ գիտական վերլուծություն այն մասին, թե ինչն են իրենցից ներկայացնում Հայաստանը ու հայի ինքնությունը։ Հայաստանի եւ Ռուսաստանի ինքնությունը ըստ նրա այնքան սերտորեն են միահուսված, որ երբեմն դժվար է դրանք բաժանել։ Հետևաբար կարևոր է, որ հայագիտությունն այժմ ժողովրդականություն է վայելում Ռուսաստանում։ Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտներում ստեղծվում է հայոց լեզվի դասավանդման ամբիոն։ Հունիսի 1-ից հետո սոցիալական ծախսերի դիմաց կատարված վճարումները կփոխհատուցվեն։ Այս մասին հայտարարում է պետական եկամուտների կոմիտեն։ Փոխհատուցումից օգտվել հնարավոր է միայն այն դեպքում, եթե վճարումը հիմնավորող փաստաթղթում որպես վճարող հայտարարատուն ֆիզիկական անձ է։ Բացառություն են դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, նաև աշխատողից հատուցում ստանալու պայմանագրով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերը։ Շտապօգնության բժիշկներն ու վարորդները ենթարկվել են բռնության մի խումբ անձանց կողմից Պարոնյան եւ Լեո փողոցների հատման հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք ներքին գործերի նախարարությունից։ 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ ԱՄՆ ներքին անվտանգության վարչությունը Լոս Անջելեսում ձերբակալել է 14 հոգանոց հայկական հանցախմբի ղեկավարներին եւ մյուս անդամներին, որոնք կասկածվում են մոտ 30 միլիոն դոլարի հափշտակման համար։ Գումարը նախատեսված էր COVID-ի համավարակի ընթացքում օգնության եւ փոքր բիզնեսի վարկերի համար։ Վարչությունն իրականացրել է հատուկ գործողություններ բացահայտելու միջազգային կազմակերպված հանցախումբը, որը մեղադրվում է դաշնային ֆինանսական ծրագրերից միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար, գրում է Fox News-ը։ Քննիչների խմբի ղեկավարն է հայկական ծագումով Ուիլյամ Մքգրայնը, որին մեղադրում են կեղծ փաստաթղթերով կեղծ ընկերություններ ստեղծելու եւ միլիոնավոր դոլարներ հափշտակելու համար։ Նա համարվում է այդ հանցախմբի ուղեղը։ Գորիսի Բաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 2-ից 3-ը տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը։ Այս հավաքը ըստ արտաքին գործերի նախարարության արդեն 5-րդ անգամ է Գորիսում անցկացվում։ Համաժողովին մասնակցելու համար Ֆրանսիայից Հայաստան կժամանեն քաղաքապետներ, մարզային պատվիրակություններ ու խորհրդականներ։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։ Այս պահին խոսենք եղանակի մասին, իսկ եղանակի տեսության հովանավորն է Ֆերրոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերրոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այս պահի ներկայացնեմ հանրապետությունում առկա եղանակային տեսությունը, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 19-ից 23 աստիճան տաքություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 23-ից 28, Լոռիում 20-ից 25, Տավուշում 25-ից 28 աստիճան տաքություն, Արարատում, Արմավիրում 29-ից 31, Սյունիքի Հովիտներում 30-ից 34 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռներում սպասվում է 22-ից 27 աստիճան տաքություն եւ վերադառնանք Երևան։ Մայրաքաղաքում գիշերը սպասվում է 14-ից 16, ցերեկը 27-ից 29 աստիճան տաքություն, դե իսկ երեկոյան 18-ից 20 աստիճան տաքություն։
Արմենիայի ուղիղ եթերում լրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։